Սիրելիս, ես այստեղ եմ։ Ալիկ։ Սիրելիս, ես դրսում եմ։ Ալիկ ջա, ինչ ես անում։ Իրինայի հետ պահմտոցի եմ խաղում։ Պահմտոցի։ Այո, ուզում ես դու էլ մեզ հետ խաղա։ Չէ, չեմ ուզում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին դոկումենտալ ֆիլմ եմ նայում։ Անիմաստել մինայի, ես դրա վերջը գիտեմ, մերոնք հաղթում են։ Լավ, չես խաղում, մի խաղա, բայց Իրինային չասես, որտեղ եմ թաքնվել։ Ալիկ ջա, ինա ճուճան որ մտնի կտենա քեզ։ Բա որտեղ թաքնվեմ։ Զուգարանում։ Ալիկ։ Ալիկ։ Բարև Իրինա ջա, ո՞նց ես։ Լավ, Ալիկ ջան ձեր տուն չի եկել։ Չէ։ տեսնես որտեղ է թաքնվել չարաճճի։ Ալիկ։ Ալիկ ջա, Իրինա ճոճան գնացել է, կարաս դուրս գաս։ Ալիկ ջա։ Ալիկ ջա, ես ինչ ես անում։ Ներսը պարապ կանգնած էի, մտածեցի զուգարանը մաքրեմ, ախր շատ կեղտոտ է։ Մերսի Վագր, որ ճանապարհեցիր։ Խնդրեմ արևս։ Դե գնա, քանի պապան քեզ չի տեսել։ Բարև ընկեր ջան, Բարև։ դու Մարին ընկերություն եք անում, Հա, իրար ձեր բռնում եք, հա։ պահաճվել եք արդեն, Քեզ ինչ։ Դու ով ես։ ես Վիլենն եմ, Այ ես քեզ գիտեմ։ Մարին քո մասին պատմել է։ հաստատ իմ մասին է պատմել, Հա, ասել է որ ամեն օր իրանց դռան դեմը բոմժի պես գցած ես ու ապուշ-ապուշ դուրս ես տալիս։ հա չէ, հաստատ իմ մասին է պատմել, Վիլեն, Մարին չան հանգստացել։ դու ինձ մի ասա ես ինչ անեմ, Մարի հերի մոտիկ ընկերն է, Ոնց։ Գառնձան քո ընկերն է։ հա ինչ, չեմ կարա ընկերոջս աղջկան սիրեմ, մի վարկյան, Հաջող Վիլեն։ հլը կանգնի ուր ես փախնում, չասեցիր պաչվել եք թե չէ, հաստատ պաչվել եք, Հո դու մաշը դու շոֆեր չես, չես տենում էլ մեջը տեղ չկա, ուր ես խցկում։ Մի քանի անգամ լվաց կանելու հավես չունեմ։ Տիկին ջան, մի քիչ կամած, գոմի դուր չի։ Մարի շալվարը մոռացա։ Լավ թող մնա մյուս անգամ։ Մյուս անգամ երբ, մյուս տարի։
Այդ ինչա։ Ինչ որ տատու սալոնի վիզիտնի կարտոչկա։ Աչքիս Մարին տատու է արել։ Աչքիս Մարին ծեծ ա ուտելու։ Մարի ջան, տատու ես արել։ Չէ, մամ։ Բա ես ինչա։ Էսի փողոցից եմ գտել։ Ասեցի բերեմ տուն, կարող է papan ուզենա տատու անի։ Ով ես։ Հա, ինչ վատ կլինի, որ դեմքիդ մի քիչ ժպիտ տատու կանես։ Մարի ջան, հաստատ տատու չունես, չէ։ Չէ, մամ ջան, չունեմ, մի անհանգստացի։ Ես սրան չեմ հավատում։ Իսկ ես հավատում եմ, իմ աղջիկը ինձ երբեք չի խաբում։ Երանի քեզ, որովհետև իմ աղջիկը ինձ միշտ խաբում է։ Ազատ, ես ինչ ես անում։ Սեմուչկա եմ բովում, որ փողոցում ծախեմ։ Բա կանաչ ինչ ես ասում։ Նորամուծություն եմ մտցրել։ Կա սովորական սեմուչկա, կա աղով։ Ես էլ կանաչև սեմուչկա եմ արտադրում։ Ինչքանով ես ծախելու ես հիմարությունը։ Այս կուլոկը 50 դրամ, իսկ կողինը 500։ Ինչ տարբերություն։ Այս կուլոկը, որ բացում ես, մեջը սովորական թերթ է։ Իսկ որ ես բացում, մեջը լողազգեստով աղջիկա։ Համ սեմուչկան ես վայելում, համ աղջիկան։ Ազատ, սեմուչկեքի բիզնեսը տատիների ձեռն է։ Ոնց ես շուկան գրավելու։ Որակի հաշվին։ Վերցրու փորձի կհամոզվես։ Էս ինչ ծամոն է։ Հա, մոռացա ասեմ, իմ սեմուչկեքը շահումով են։ Բա ինչի է ծամած։ Փող չունեի, որ նորը առնեի։ Ինչ ես տենց նայում ծամի։ Ազատ, ես քո ծամած ծամոնը կյանքում չեմ ծամի։ Բայց ով ասեց, որ էդ իմն է։ Դրսից եմ գտել։ Յախ, Ազատ։ Հայանում ինչ կա դրա մեջ։ Բարև, բարի ջան։ Բարև։ Ոնց ես, բարի ջան։ Լավ։ Դասերդ լավ են։ Հա, Թե արի քեզ մի հատ գրկեմ։ ինչի համար։ Կներես, որ չէի հավատում, որ տատու չես արել։ Ինչ ես անում, պապ։ Ուր է տատուդ։ Դու ինձ խաբում ես։ Պապ ասեցի, ես տատու չունեմ։ Կներես, որ չէի հավատում։ Թե արի գրկեմ ու գնամ։ Չէ, չեմ ուզում, գնա։ Լավ, գոնե արի բարի շեք։ Գնա սենյակիցս։ Ռուզանովա ձեր տվե հերոստացույցին։ Ինչ ա եղել, որ։ Հələ լսի։ Բան չեմ լսում։ Այո, որովհետև ինչ-որ մեկը դինամիկները փչացրել է։ Գառնիկ, ես չեմ փչացրել, ու ոչ էլ տեսել եմ ով ա արել։
Արիստեղ լը։ Հապա, Դու ես փչացրել հերոստացույցի դինամիկները։ չամաչեցիր այ հեր։ Հələ մի հատ ինձ նայ, տարիքից նայ, հոյս լակոտ չեմ տանապրանքները փչացնեմ։ Անցեստանի դու չեր կամպյուտերը փչացրել։ Դե այն ժամանակ 10 տարեկան լակոտ էի։ Մարի, դու ես փչացրել հերոստացույցը։ Չէ։ Իսկ տատու ունես։ Այ պապ։ Պրիվետ, ձյաձ։ Ասրան մոռացել է, Արիստեղ լը։ Ասա, ձյաձ։ Դու ես փչացրել հերոստացույցը։ Եր։ Հարցնում եմ, դու ես փչացրել։ Հա, բայց եր։ Խոսքի այսօր։ Չէ, կներես, պապ ջան, այսօր շատ զբաղված էի, ժամանակ չի եղել, որ փչացնեմ։ Թու արա, դու էլ չես փչացրել։ Պապ ջան, մի նեղվի, պետքա փչացնել։ Գնա ստեղից։ Ռոզանե, թող արի ընտանեկան ժողով եմ անում։ Ուզում եմ պարզեմ ով է փչացրել հերոստացույցը, Ինչի համար։ որ մի քանի վայրկյան նայեմ դրա աչքերի մեջ ու ասեմ ես տենց էլ գիտեի, որ դու ես փչացրել, արա։ Կամ աղջի։ Բարև ձեզ հարգելի հավաքվածներ։ Ձեզանից մեկը փչացրել է իմ հերոստացույցը։ Խոսք եմ տալիս, եթե խոստովանեկով արել, չեմ ջղայնանա։ Խափում ես, պապ, դու հաստատ կջղայնանաս։ Չեմ ջղայնանա։ Կջղայնանաս։ Չեմ ջղայնանա։ Կջղայնանաս։ Ասեցի չեմ ջղայնանա։ Պապ ջան, արի փաստենք, որ դու հիմա արդեն ջղայնանում ես։ Բայց ով է ջղայնանում, ես հագիստ եմ։ Գառնիկ հերիքա։ Ես եմ փչացրել։ Հրենայի աչքերիս մեջ։ Տեսար, որ դու ես փչացրել, աղջի։ Գառնիկ, բայց դու նոր ասեցիր, որ չես ջղայնանալու։ Այո։ Տեսար։ Ճիշտ է։ Ես իմ խոսքի տերն եմ։ Թակած ես շատ թանկարժեք, շատ կարևոր, շատ սիրելի, շատ օգտակար ապրանքի վրա։ Ես չեմ ջղայնանում։ Ապրես, Գառնիկ ջան։ Դե լավ, պապ ջան, որ չես ջղայնանում, ես էլ մի բան ասեմ։ Երեք ընկերներով դասից փախել ենք։ Տեսեք, Լևոնը խոստովանեց, ու ես իրան ներում եմ։ Դե որ տենց հա, պապ ջան, հիշում ես, որ մի անգամ վերմակի տակ սատկած ակլոր էիր գտել։ Էդ ես էի դրել։ Տեսեք, Հազատն էլ խոստովանեց, ու ես իրան ներում եմ։ Ասա, Ես տատու եմ արել։ տեսեք, Մանին խոստովանեց, ու ես իրան կսպանեմ։ Արի կսպանել ես կեզ աղջի։ Մարի, բաց դուրը։ Մենակ ես թե պապայի հետ։ Մենակ։ Մարի, հորդ խափում ես, լավ ես անում։ Ինձ ինչ ես խափում։ Դե մամ, ժամանակավոր տատու ամ, մի ամսից կանցնի։ Տենաս ինչը։ Չէ, չեմ ուզում։ Այս գեղեցիկ մարմինդ ինչ ես փչացնում հիմար խզբզոցով։ Վայ, մամա, ես գրել։ Ապրես, Մարի ջան։ Այս M-A-M-ան հապավում է։ Ինչ հապավում։ Մոդայիկ աղջիկ Մարի Ազիզյան։ Մարի! Ես կեզ հեսա կսպանեմ։ Պապ, դու խոսք ես տվել, որ չես ջղայնանալու։ Բայց ով է ջղայնանում, ուզում եմ կեզ հանգիստ սպանեմ։ Գառնիկ, խոստումդ կատարի։ Լավ, որ դու քո հալը կտենաս։
Մերսի մամ ջան։ Խնդրեմ Մարի ջան, բայց այդ կետիկները ջնջի, որ բոլորը իմանան տատուն ինձ ա նվիրված։ Բարև բալա ջան, Բարև Հիվան ջան։ ոնց ես Լևոնչիկ ջան, տակինոտ։ Ազատ ինչ ես անում։ Տենում են ջահել եմ, սեմուչկա չեն առնում։ Հատուկ տատիկի շորեր եմ հագել, որ ապրանքս հեշտ ծախի։ Լավ եմ, չեմ մտածել։ Դες գուշ կլինես պապիկները քեզ չկպցնեն։ Ես գնացի։ Տատին ճապը դույն լակոտ։ Յա, հələ հետ արի։ Ինչ։ Ինչ Մարի, հարցաման ինչ ես բաց թողնում։ Մոռացա փակեմ։ Մոռացար, որովհետև դու էգոիստ ես։ Քոփայ հացը վերցրեցին ու գնում ես։ Բայց մնացած հացը որ չորանա, մենք ինչ ենք ուտելու։ Թե թքած ունես մեր վրա։ Պապ, Դու մեր հանապազորյա հացը ուզում ես ինադու չորացնես։ Այդ դրա համար ես քեզ պատժում եմ։ մամ։ Գառնիկ հերիք հա դերասանություն անես։ Ախր խոստացար չէ, որ Մարին չես պատժելու տատուի համար։ Տատուի, Ռուզա ջան, տատուի արել, լավ արես, նա ցավն է տանը։ Բայց որ մեր վերջին հացը ուզում էր չորացներ, այդ դրա համար ես քեզ խիստ պատժում եմ։ Մի ամիս քո սենակից դուրս չես գալու։ Ես հասկացա, դու ինձ չես սիրում։ Տենում ես նրան։ Ուզում էր չորացներ մեր սուրբ հացը։ Գառնիկ ինչի ես խափում։ Ախր գիտեմ, որ տատուի համար ես ջղայնանում երեխու վրա։ Բարի գիշեր, Ռուզան։ Ոչ մի բարի գիշեր։ Խես անիմաստեղի այդ երեխուն պատժում։ Հենց հիմա գնա ասա Մարին կներես։ Դե կներես։ Դեղերը տաճացրել ես, քեզ թվում է Ստալինն ես։ Լավ է երեխուն Սիբիր չես ակսորում։ Երեխեն ժամանակավոր տատուի արել, դարձրել ես եսի ինչ։ Հարցը ժամանակավորի մեջ չի։ Հարցը նրանում է, որ ինքը մեզ խափել է։ Կարելի է։ Արի Մարի ջան։ Պապ ջան, եկել եմ հետդ խոսամ։ Ես հաց չորացնողների հետ չեմ խոսում։ Կներես, որ քեզանից թաքուն տատու եմ արել ու խափել եմ քեզ։ Ներում եմ, բայց ես քեզ էլ չեմ վստահում։ Լավ էլի պապ ջան, փոքր բան եմ խափել։ Մարի, կարևոր չի փոքր է թե մեծ։ Կարևորը որ դու քո ծնողներին խափել ես։ Կներեք, սրանից հետո էլ չեմ խափի։ Ինչ իմանա որ հիմա էլ չես խափում։ Գառնիկ, էլ մի երկարացրու։ Երեխեն եկել է ներողություն ա խնդրում։ Արի Մարի ջան, արի։ Գառնիկ։ Լավ, ներում եմ։ Կներես, պապ ջան։ Սրանից հետո տատո անելուց կգրես պապա, ոչ թե մամա։
Աստիճան